Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Մայր Հայաստան կուսակցությունը իր համագումարում հայտարարեց, որ դրական համարելով Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագիրը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են այդ ծրագրով Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասին։ Մենք այսօր կզրուցենք Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հետ։ Բարի երեկո, պարոն Թևանյան, շնորհակալություն հավերժ ընդունելու համար։ Ստացվում է ոնց դուք նստել եք, կարդացել եք այդ ծրագիրը եւ ասել եք լավ ծրագիր է, գնանք միանանք։ Ես կառաջարկեմ չպարզունակացնել այդ հարցադրումները։ Իսկ ուրիշ ոնց է լինում։ Կբացատրեմ հիմա։ Ուրեմն Մայր Հայաստանը ստեղծման օրվանից մասնակցել է համապետական նշանակություն ունեցող 3 ընտրությունների տեղական մակարդակի, այդ թվում Երևանում, եւ մենք արդեն քաղաքացիները գիտեն, որ այսպես անցողիկություն կոչվածի խնդիրը չունենք, բայց նաեւ միևնույն ժամանակ հայտարարել ենք, որ անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա քաղաքական դաշտում, որպեսզի մենք հասնենք փոփոխությունների եւ կարողանանք Հայաստանի համար իրական երաշխավորված խաղաղություն ապահովել, տնտեսական աճ, ավարտեն։ Ծառուկյանը եւ Սուրենյանցը դա լայն կոնսոլիդացիա է։ Լայն կոնսոլիդացիա նաեւ այլ դաշտերում կարող է լինել, բայց լայն ընդգրկունություն, ես հիմա ավարտեմ, ուրեմն փոփոխություններ բերենք իշխանապողության տեսքով, որպեսզի կարողանանք երաշխավորված խաղաղություն եւ զարգացում ապահովել տնտեսության մեջ։ Դա նշանակում է, որ պետք է ամբիցիաները պետք է մի կողմ դնել Ծառուկյանն եւ Սուրենյանցն եւ մասնակցել ընտրություններին։ Նախ այդ process-ները չեն ավարտվել եւ երկրորդը, այո, մենք համարում ենք, որ այդ գործընթացները, որ տարել են միավորման, ունեն ռեալ հիմքեր։ Մենք բազմաթիվ հետազոտություններ ենք արել, որոնք չեն հրապարակել, սոցիոլոգիական հետազոտություններ, քանակական եւ որակական բնույթի, ինչպես նաեւ այլ կազմակերպություններ են արել հետազոտություններ եւ պարզել ենք, որ տարբեր համայնքներում, կլինի դա գյուղական կամ քաղաքային համայնքներում, Ծառուկյանը ունի բավական լայն ընդունելություն եւ ունի կոնսոլիդացիոն մեծ պոտենցիալ եւ նաեւ հարցումները ցույց են տալիս, որ կոնկրետ Երևան քաղաքում Մայր Հայաստան խմբակցության աշխատանքը թիվ 1-ն է գնահատվել երևանցիների կողմից, ինչի համար մենք շնորհակալ ենք նրանց, եւ ահա այս սինթեզը սրան գումարելով նաեւ հասարակական տարբեր ակտիվ շրջանակների ներգրավվածությունը կարող է ապահովել այն կոնսոլիդացիան, որը առանձին մեկ բևեռ կարող է իրականացնել համապատասխան քաղաքականություն ընտրությունների ժամանակ եւ այլ համակարգերի հետ համագործակցաբար միասնական օրակարգի շրջանակներում ապահովել իշխանափոխություն, որը Հայաստանի անվտանգության ապահովման թիվ 1 նախապայմանն է։ Ահա այդ պատճառով էլ մենք համագործակցում ենք ԲՀԿ-ի հետ եւ դուք գիտեք նաեւ, որ երկար տարիների միջանձնային հարաբերություններ կան իմ եւ Ծառուկյանի միջեւ, մենք գործընկերներ ենք եղել քաղաքական առումով եւ երկար տարիներ համագործակցել ենք։ Այդ մասին մի հարց տամ։ Ես հիշում եմ, որ դուք լայն կոնսոլիդացիա եք ժամանակին ապահովել Սերժ Սարգսյանի դեմ, դուրս եկաք հրապարակ, խոս տվեցիք ժողովրդին, որ գնալու եք մինչև վերջ եւ գնացիք տուն։ Դուրս գալով քաղաքականությունից։ Դուք ով։ Դուք Ծառուկյանը, դուք նրա հետ եք, ես հիշում եմ։ Այո, դուք էլ եք իր հետ։ Ես իր հետ չէ, ես իր աշխատողն եք։ Ես իր աշխատողը չէ, ես կենտրոն հեռուստատեսության աշխատող եմ։ Եվ լայն կոնսոլիդացիան ավարտվեց տուն գնալով մարդկանց հիասթափացնելով։ Հիմա այդ ձեր փորձը ձեզ ինչ է հուշում։ Տարբեր իրավիճակներում տարբեր երևույթներ լինում են, բայց հիմա վիճակը այնպեսին է, որ մենք բոլոր տիպի նախկին գործողությունները, նախկին երևույթները դնում ենք մի կողմ եւ առաջարկում ենք հանրային լայն կոնսոլիդացիա ընդդեմ այս իշխանության, որը Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ է մասնակցելու ընտրություններին եւ իրականացնելու այն օրակարգը, որը նրան թելադրում են Էրդողանը, Ալիևը, Ֆիդանը եւ մյուսները։ Մենք այդ ամեն ինչին դեմ ենք եւ բնականաբար կհամագործակցենք բոլոր շրջանակների հետ, ովքեր որ կողմ են փոփոխության։ Լավ է, բայց դուք ունեք վատ փորձ, չէ՞, ես դա էի հարցնում, որ մի անգամ լայն կոնսոլիդացիա խոստացաք, որ փոփոխելու եք, մինչև վերջ եք գնալու եւ դե հասկանալի է, այդ փուլում օրինակ գործող իշխանությունը իրեն այլ վարքագծով էր դրսևորել, բայց դա էական չէ։ Մենք անցյալի եղածին չենք անդրադառնում, այդ նախկինացավով չենք տառապում, այսինքն նախկին նաև իրադարձությունների։ Այո, հասարակությունը գնահատական կտա այդ ամեն ինչի համար, այնպես որ պետք չի անհանգստանալ։ Մենք Ես մտածում եմ դուք պետք է անհանգստանաք, ոչ թե ես։ Մենք մեր բոլոր հաշվարկները արել ենք, ես արդեն ասացի, որ տարբեր հետազոտություններով
բավական բարձր վարկանիշ ունեցող կառույցներ են Այսինքն միավորվել։ հետազոտությունը ինչ ասել են, քանի որ դուք մի անգամ Սերժ Սարգսյանի դեմ դուրս եք եկել եւ գնացել եք տուն, հիմա էլի մի հատ նախ տուն գնալը միավորվեք, տենց են ասել հետազոտողները։ Հետազոտողները ձեզ ցույց կտան ընտրությունների ժամանակ թե ինչպիսի արդյունքներ են դուք դուք միանում հետազոտություն են կարել, այդ հետազոտությունով ինչ եք բարձր, որ ասել են, որ մի անգամ հիասթափասել եք մի հատ էլ նույնը կրկնել։ Տեսեք, հիմա այնպեսի որ հասական վիճակ է, որ մարդիկ բոլոր անցյալի բոլոր տիպի իրադարձությունները, մարդկա չի ուզում գնա արունահեղության, մարդկա չի ուզում գնա բախումների, մարդկա պատրաստ է օրինակ մարտի 1-ի պես 10 հոգու զոհ տալ, դեպքի վայրից ծլկել, հետո գործարքով հետ վերադառնալ, հետո դրսի ուժերի թելադրանքով Արցախը հանձնել ու Հայաստանի տարածքների վրա խախալ։ Ասում մարդկա այդպեսին է։ Տեսեք, մարդկա այդպեսին է, իր համար մարդիկ արժեք չեն։ Ճիշտ է։ Մեր համար մարդիկ արժեք են։ Շատ լավ է։ Դուք ասիք հետազոտություն են կարել, դրա համար եմ հարցնում։ Այդ հետազոտությունը հետազոտել։ Մարդիկ ասել են շատ լավ է, մի անգամ դուրս եք եկել կեսից գնացել եք, հիմա մի հատ էլ միավորվեք։ Դա հասարակությանն է։ Մի քիչ ռացիոնալ չի, համաձայն։ Ռացիոնալ է այն առումով, որ մարդիկ ուզում են փոփոխություններ, ուզում են ձերբազատվել այս օրհասական խնդրի առաջ կանգնած իշխանություններից եւ մարդիկ պատրաստ են կոնսոլիդացվել տարբեր շրջանակների, այդ թվում եւ մեր շուրջ։ Դա է հենց հիմքը եւ առաջարկ Հայաստանին ծրագիրը, որը անդրադառնալու է տնտեսության տարբեր ոլորտներին եւ այլն։ Մարդիկ դա հիշելով իմ ասածը կոնսոլիդացվեն ձեր շուրջ։ Կոնսոլիդացվեն մի անհանգստացել։ Բայց տրամաբանությունը հակառակն է, չէ՞ հուշում։ Դե տրամաբանությունը եթե մենք վերցնենք, այս իշխանությունները վաղուց պետք է քաղաքական աղբանություն լինեին, բայց այլ process-ներ են եղել, պետք է շտկել այդ իրավիճակը եւ պարտության ու խայտարակության խորհրդանիշով հանդես չգալ աշխարհի առաջ։ Մեր նպատակը հենց դա է։ Շատ լավ, պարոն Թևյան, տեսեք, կա նաև ուրիշ տարբերակ, վստահ եմ դուք եք լսել։ Դուք ասում եք մենք կարդացինք ծրագիրը, ես մեջ եմ դրական համարելով Ծառուկյանի առաջարկ Հայաստանի ծրագիրը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք այդ ծրագրով նաև հարստացնելու ենք մեր առաջարկները։ Ձեր փորձով։ Այո։ Մարդիկ ասում են կա նաև այլ տարբերակ, քանի որ դժվար է պատկերացնել, որ դուք նույն վատ փորձը կկրկնեք, դուք փորձառու քաղաքական գործիչ եք, բայց այնուամենայնիվ կրկնում եք։ Ես չեմ համարում, որ դա վատ փորձ է։ Այն փորձը լավ փորձ է։ Դե փորձ է, որը չէր հանգեցրել այլ process-ներ։ Ես նորից եմ ասում, եթե դուք նկատի ունեք, որ Ծառուկյանը 10 զոհի գնով չեկավ իշխանության, այդ առումով այո, ինքը տարբերվում է այսօրվա իշխանության պարագլխից։ Մինչև վերջ եմ գնալու, ես չէի ասում։ Այո։ Մարդիկ ասում են, որ ձեզ համախմբել է Ռուսաստանը։ Ոչ թե մարդիկ ովքեր են։ Շատ փորձագետներ, նույն իշխանությունն։ Ամենակարևորը որ նախ Թուրքիան չհամախմբի։ Հա, բայց Թուրքիան համախմբել։ Առավել եւս Ռուսաստանն է համախմբել։ Ոչ, մենք մեզ ենք համախմբել եւ ի տարբերություն Ռուսաստանից պաշտոնական տեսակետներ չեն հնչել։ Այդ մասին չեն հնչում։ Այդ մասին չի հնչում են Ֆիդանի հայտարարությունը չեք լսել։ Ես լսել եմ Ֆիդանը ոչ մեկին ուղիղ չի պաշտպանում։ Հա, ուղիղ խոսքը եշին են ասում, ճիշտ ասած, հայտնի ժողովրդական խոսք կա։ Ուղիղ խոսքը այդպես չեն ասում։ Ալիևը օրինակ օրերս Մյունխենյան գագաթաժողովում խայտարակ արեց ձեր պաշտպանյալին այն առումով, որ ասաց, որ խաղաղության խաչմերուկը գնացեք Բայդենից ստացեք։ Իսկ մեր համար դա անհանգստացնող երևույթ է։ Մենք ինքներս կողմ ենք խաղաղությանը եւ խաղաղության խաչմերուկին։ Ռուսաստանը արդյոք դες չի միավորվել։ Ոչ։ Պատասխանը կարճ, ոչ։ Եթե դուք այլ պատասխան ծրագիրն եք կարդացել։ Ծրագիրը համագործակցություն եւ բնական է ընտրություններից առաջ մարդիկ մեկ տեղում են ուժերը, որպեսզի ավելի մեծ արդյունքներ ցույց տան։ Որովհետեւ տեսեք, այդ դուք ասում եք լայն համախմբում, չէ՞։ Այնտեղ Սամվել Կարապետյանն է Ռուսաստանից, որը ասում է, ես Ռուսաստանի հետ կապ չունեմ։ Այնտեղ Քոչարյանն է, որը ամենաանկեղծն ասում է, ես կապ ունեմ, լավ կլինի իրանց հետ։ Եվ ստեղ էլի դուք եք առաջին օրվանից։ Եվ էլի դուք եք, որ տարօրինակ համախմբումը էլի դուք եք Ռուսաստանի կողմ, Ծառուկյանն էլ է Ռուսաստանի հետ։ Տեսեք, այս իշխանության բերած Ռուսաստանի գծած լայն համախմբումն է։ Նորից կրկնեմ, կարևորը Թուրքիայի գծածը չէ։ Հասկացանք։ Հերքում ենք Ռուսաստանի գծածը մեկ առաջին հերթին։ Երկրորդը խայտարակություն է Հայաստանում արևմտամետ, ռուսամետ, հակարևմտամետ, հակառուսամետ այդ բաժանումները եւ ել ավելի կրկնակի խայտարակություն է թուրքամետ եւ ադրբեջանամետ լինելը։ Հիմա ինչ վերաբերում է այդ բաժանումներին, մենք համարում ենք, որ դրանք մեր տունը քանդող բաժանումներ են, որովհետեւ մենք պետք է վարենք մի քաղաքականությունը, որ մեր երկրի համար խաղաղություն ապահովի։ Այս իշխանությունը ինչ է ասում, ինքը անընդհատ խոսում է խաղաղություն, բայց բերում է պատերազմ։ Ես ուղղակի մեկ օրինակ բերեմ։ 20 թվականից հետո մենք Ադրբեջանի հետ սահմանագծել եւ սահմանազատել ենք ընդամենը 12 կիլոմետր։ Այն դեպքում, երբ որ մենք Ադրբեջանի հետ ունենք մեկ ընդհանուր սահման,
1000-ի հասնող կիլոմետրի, այսինքն 1%-ի չափ ենք կարողացել ինչ որ գործողություն անել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը չի գնալու այդ գործողությանը, չի ճանաչելու փաստացի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև համարում է, որ այս իշխանությունը, որը պարտված է, մենք այս մասին խոսանք, ես ավարտեմ այս թեման փակենք եւ խոսանք այդ մասին։ Ինքը գնում է անընդհատ պահանջում է զիջումներ, եւ մենք տեսնում ենք, որ հայկական կողմը միայն միակողմանի զիջումներով գնում է այսպես կոչված խաղաղություն, որը իրականում հետաձգված պատերազմ է կամ հետաձգված մենք այդ մասին խոսանք, ես խոստանում եմ հիմա, եթե դուք գաք պարլամենտ Սամվել Կարապետյան եւ Քոչարյանի եթե այլ երբ գաք, եկաք Սամվել Կարապետյան եւ Քոչարյանի հետ դաշին կնքելու եք, համագործակցելու եք իշխանապողության։ Մենք համագործակցելու ենք բոլոր քաղաքական շրջանակների, այդ թվում քաղաքացիական պայմանագրի առողջ հատվածի հետ, որովհետեւ մենք գտնում ենք, որ հիմա այնպիսի օրհասական վիճակ է Հայաստանում, որ մեզ հանրային լայն համերաշխություն ու համախմբում է պետք այս վիճակից դուրս գալու համար։ Չէ, քաղաքացիական պայմանագիրը դժվար միանալ քաղաքացիական պայմանագրի առողջ շրջանակների նկատի ունեմ։ Իսկ Սամվել Կարապետյանի եւ Քոչարյանի հետ բոլորի հետ ովքեր որ կանցնում պարլամենտ։ Ես կոնկրետ եմ հարցնում Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը դուք նրանց եթե նրանք փորձեն ձեր ձայների գումարով դառնալ իշխանություն դուք ձեր ձայները տալու եք նրանց։ Տեսեք, մենք մասնակցում ենք ընտրություններին խնդիր դնելով ստանձնել պետության կառավարման ղեկը, թե ինչպիսի ձայնային համամասնություն կլինի, դա կորոշի ժողովուրդը։ Ինչ վերաբերում է, կա համամասնություն կհաղթի ԿՊ-ն, կա համամասնություն կհաղթեք դուք։ Հասկանալի տարբերակներ են։ Կա համամասնություն, որ ձայները չեն հերիքի Սամվել Կարապետյանին կամ Քոչարյանին եւ պետք կլինեն ձեր ձայները։ Դուք կտաք ձեր ձայները։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի երկրում տեղի ունենա իշխանապողություն եւ կակնկալենք ձայներ եւ կարող ենք տալ, բայց տվյալ դեպքում ես արդեն ասացի, որ մենք կարող ենք համագործակցել նույնիսկ ԿՊ-ի այն առողջ շրջանակների տեղավորվում համագործակցության մեջ։ Այդ վերնախավի օդիոզ դեմքերին նկատի չունեմ։ Ընդհանրապես ապագա կառավարության կազմում դուք ձեր ձայները կտաք Սամվել Կարապետյանին կամ Քոչարյանին։ Բայց կարող հակառակը լինի նաեւ։ Ես ասացի այդ օրինակները, ես ասում եմ այս օրինակը։ Այո, մենք բոլոր շրջանակների հետ պատրաստ ենք համագործակցել։ Դա չի ստացվում, որ դաշտի, այո, Գյումրի 2 կան։ Գյումրի 2, դուք ռուսական ծրագիր եք, որովհետև Սամվել, Ռուսաստանը մեր ես ձեզ մի հարց տամ։ Իհարկե ոչ, բայց որևէ կուսակ երկրի Բայց ես արդեն ասացի, որ սա ռուսական պրոյեկտ չի։ Դուք հավատում եք, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հետ կապ չունի։ Ես բացահայտ տեսնում եմ, որ այս իշխանությանը աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը, ակնհայտ։ Մնացածը արդեն ժողովուրդը թող որոշի։ Ես կլռեմ, ինչեւ դուք իմ հարցին պատասխանեք։ Լսում եմ։ Ասում Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հետ կապ չունի, ես ձեզ։ Ռուսաստանի հետ դուք էլ կապ ունեք։ Չէ, ես չունեմ։ Նայած ինչ մակարդակի կապ է։ Դուք շատ հասկանում եք, խոսքը այն մասին է, որ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում գործնեություն ծավալելը դա հանցագործություն է։ Այսինքն, եթե մարդը Ռուսաստանում գործնեություն է ծավալել, դուք իրավունք չունի, հասկանում եք, պետք չի ուրիշ բաներ պատասխանել։ Ես ասում եմ, քաղաքական ազդեցություն Ռուսաստանը չունի նրա վրա։ Ես չգիտեմ։ Ես կարող եմ մեր համար պատասխանել։ Բա որ չգիտեք, կարող է ունի, ո՞նց եք նրան ձայն տալիս։ Ինչ նշանակում ունի։ Եթե հարաբերություններ կան, ինչ նշանակում ես չգիտեմ։ Ռուսաստանի քաղաքական, ասեմ, օրինակ Ռուսաստանի զանգում ասում են, որոշումը sense պետք լինի։ Ճիշտ ասած, ես պատրաստ եմ պատասխանել մեր հետ կապված հարցերին։ Ինչ վերաբերում է։ Դուք ապագա կառավարության մասին եք խոսում, չէ՞ մենք։ Այո։ Հիմա ես ասում եմ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հետ կապ ունի, ասում եք չգիտեմ։ Հաստատ չգիտեմ։ Չէ, կապ ունի, բայց այդ դա ինչ է նշանակում։ Նկատի չունեմ, որ նա այնտեղ ապրում է։ Ես նկատի ունեմ քաղաքական կապի մասին, որ նրան ուղարկել են ընդեղից։ Դուք չգիտեք։ Ինձ հետաքրքրում է, որ մեր երկիրը կախվածություն չունենա Թուրքիայից ու Ադրբեջանից, մեկ, երկրորդը չթելադրվի քաղաքական վերնախավը այդ երկրներից, եւ երրորդը Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ նրա հետ պետք է ունենալ նորմալ արժանապատիվ հարաբերություններ։ Մնացածը բամբասանքների եւ այլ մի ոլորտ է, որտեղ ես չեմ ուզում մտնել։ Այն որ մենք բոլորս հարաբերություններ ունենք, ես էլ Ռուսաստանի քաղաքական, փորձագիտական, պետական շրջանակների հետ բազմաթիվ կապեր ունեմ եւ դրանք մեր ընկերներն են, քանի որ Ռուսաստանը ես համարում եմ մեծ բարեկամ դաշնակից երկիր։ Այսինքն ինչու, երբ նույնը ունենք նաեւ արևմտյան երկրներում համագործակցում է արևմուտքի հետ, համագործակցում է Թուրքիայի հետ, ուզում է հարաբերությունները կարգավորի Ադրբեջան, նրանք շպիոն են։ Դուք եթե այնտեղ ամեն ինչ ունեք, դուք շպիոն չեք, դուք համագործակ, այդ ինչի։ Եկեք այդ տերմինոլոգիան չօգտագործեք, որովհետեւ ես շպիոն տերմինոլոգիա չեմ օգտագործել։ Խնդրում եմ այդ կոռեկտությունը ընդհանուր դաշտի առումով պահեն։ Նրանց գործակալ, սենց նորմալ է։ Գործակալություն դուք ասացիք։ Ես գործակալ բառը չէի օգտագործել, դուք ասացիք, բայց երբ որ Թուրքիայից ու Ադրբեջանից է թելադրվում Հայաստանի ներքաղաքական օրակարգը, օրինակ Ալիևը ասում է, թե ուզում եք խաղաղություն, փոխեք սահմանադրությունը։
դա արդեն մեր ներքին կյանքին խառնվել է, որը ես չեմ տեսել ոչ Եվրոմիությունից, ոչ Միացյալ Նահանգներից, ոչ Սամվել Կարապետյանի Ռուսաստանից։ համար կփոխեք սահմանադրությունը, կքվեարկեք։ Ժողովուրդը թող որոշի ով ինչքան Ժողովուրդը չի լինելու, ստանալու։ այնտեղ դուք եք կլնելու եթե հանձնեք։ Եթե համամասնությունը որոշվի, դա բանակցության խնդիր է, դա երկրորդական եմ ես համարում։ Երկրորդական չի։ Հայաստանի սահմանադրությունը փոխել է։ Ես ձեզ արդեն ասացի։ Ադրբեջանի պահանջով փոխել չի կարելի, իսկ Ռուսաստանի շահերից կարելի է։ Ես ճիշտ եմ ձեզ հասկանում։ Իսկ ով է ասում, որ Ռուսաստանի շահերից է դա ելնելու կամ ով է ասում, Դուք որ գիտեք, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Ես շահերից է, իհարկե գիտեմ, որ ինքը Ռուսաստանի հետ հարաբերություններ ունի, բայց փոխեք սահմանադրությունը հանուն Սամվել Կարապետյանի, թե ոչ։ ի՞նչ է նշանակում սահմանադրությունը փոխել։ Թող գա ժամանակը Հիմա ես բացատրեմ, գալիս են Նարեկ Կարապետյանը դառնում է ժամանակավոր ուժից։ Հասկացա, ես ձեր կարծիքն եմ Ես արդեն ասացի, մենք համագործակցել ենք բոլոր շրջանակներում։ Լավ է կանելու, սահմանադրությունը փոխեք թե չէ։ ցույց կտա։ Ժողովրդի քվեն դա ցույց չի կարող տալ։ Դուք անցել եք այնտեղ, Սամվել Կարապետյանը անցել է։ Ուզում են իրան վարչապետ։ Ես ես անհանգստանում, մեր երկրի համար ես անհանգստանում։ Մենք իրար հետ Նա ուզում է դառնա վարչապետ։ Նրա համար պետք է սահմանադրական փոփոխություններ։ Դուք քվեարկեք թե չէ, մենք բարձր Սամվել Կարապետյանի ժամանակը կգա, ժողովուրդը կորոշի, եթե ժողովուրդը այդպեսի ժողովուրդը նախորոք իմանա նոր որոշ։ Եթե ժողովրդի քվեն եղավ այնպեսին, որ պետք է դա անել, կարելի է գնալ այդ քայլին։ Եթե ժողովրդի քվեն այլ համամասնության մեջ լինի, դե գիտեք ինչ, հիմա դուք հավատականությամբ մից զբաղվեք իմը։ Ես ասում մենք համագործակցել ենք քաղաքական գործընթացները հասնելը դա ես ասում ենք համագործակցելու ենք ընդդիմադիր ամբողջ սպեկտրի հետ, առողջ ուժերի եւ փոխելու ենք այս իշխանությունը, որը դավադրաբար 22 թվականին հանձնեց Արցախը, հանձնում է Հայաստանի շահերը, հանձնել է արդեն փաստացի Զանգեզուրի միջանցքը եւ տնտեսական խայտարակ արդյունքները ապահովել մեր ժողովրդի համար։ Ես ձեզ հիշեցնեմ, թե 18 թվականին ինչ լոզունգներով էին նրանք եկել իշխանության՝ սոցիալական արդարություն, հակակոռուպցիոն երևույթներ, որը պետք է չլինեին եւ աղքատության հաղթահարում։ Ինչ տեղի ունեցավ։ Վերջին 5-6 տարվա ընթացքի եթե մենք վերցնենք, Հայաստանի համախառն ներքին արդյունքը թվաբանական առումով, վիճակագրորեն դոլարային առումով աճել է 2 անգամ։ Մեր բնակչության եկամուտները եւ սպառողական հնարավորությունները աճել են 2 անգամ։ Իհարկե ոչ։ Աճել են բանկային շահույթները, որի վարկային բեռի դեմ խոսում էր այսօրվա գործող վարչապետը։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Բանկային ոլորտի շահույթը վերջին 5-6 տարվա ընթացքում աճել է 11 անգամ, $100 միլիոն դառնալով 1 միլիարդ 100 միլիոն տարեկան։ Խոսում էին հակաօլիգարխիկ պայքարից։ Իշխանությանը կից 1 օլիգարխի տարեկան եկամուտները 1.5 միլիարդ $։ Իսկ խոսում էին գներից։ Դուք օլիգարխիայի դեմ պայքարելու եք, որ եկաք։ Օլիգարխիան գործող իշխանությունները եւ նրանց պայքարելու եք։ Իհարկե։ Հասկացա։ Իհարկե, ձեր պատկերացած օլիգարխիան այսօր իշխանության մեջ է։ Դուք ասացիք, որ համագործակցելու եք բոլոր ընդդիմադիրների հետ։ Այո։ Բայց Սերժ Սարգսյանը եւ թիմը չկան ձեր բանում տեսլականում ոնց որ ճիշտ եմ դեռ չեն հայտարարել արդյոք մասնակցելու են ընտրություններին թե ոչ, բայց քանի որ հայտարարություն չկա, ես չեմ կարող դա մեկնաբանել, բայց նորից կրկնեմ, ես ծայրահեղ ձևակերպում տվեցի, որպեսզի դուք պատկերացնեք։ Մենք պատրաստ ենք անգամ ՔՊ-ի առողջ շրջանակների, դրանք հիմնականում շարքերում են լինում կամ միջին օղակներում, որոնք շատ դեպքերում չեն ընդունում այս ամենը, բայց ինչ-ինչ հանգամանքներով դեռ այնտեղ են։ Նույնիսկ այդ մարդկանց ենք պատրաստ ներգրավել ապագա իշխանության մեջ, որովհետեւ փրկվենք այս իրավիճակից։ Ոնց որ երկրորդ համաշխարհայինում համագործակցեցին տարբեր ուժերը, ոնց որ Սարդարապետի ժամանակ էլ չէին նայում թե ով որ կուսակցությունում է, ոնց որ Արցախյան առաջի պատերազմում բաժանումներ չկային դրան այլ հաջողություն։ Հիմա ծրագրերից։ Եթե դուք գաք իշխանության, այ խաղաղության պայմանագիրը կնքելու եք, թե ասելու եք մինչև գեյներին չտակ մեր գրաված տարածքներից դուրս չգաք, չեն կնքելու։ Նա խաղաղության պայմանագիր որպես այդպեսին հիմա կնքված չէ։ Կա նախաստորագրված։ Այո, բայց ստորագրելու եք, թե ասելու եք մինչև գեյներին չտակ եւ փողերից դուրս չգաք։ Ուրեմն մենք գտնում ենք, որ եթե ամբողջական շղթան բացահայտենք, որ այն պատերազմը, որ տեղի ունեցավ, նախ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ հայաստանյան կողմը, ցավոք սրտի պաշտոնական Երևանը փլուզեց բանակցային գործընթացը, որը բերեց պատերազմի։ Պատերազմից հետո մենք ունեցանք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որը մեր երազանքների համաձայնագիրը չէր բնականաբար, բայց կար հայկական Արցախ եւ Արցախի կարգավիճակ անորոշության մեջ էր, կար դեմարկացիայի, դելիմիտացիայի խնդիր եւ կային միջնորդ երաշխավորներ իդեմս Ռուսաստանի Դաշնության։ Հայկական կողմը ամեն ինչ արեց, որպեսզի դուրս մղի միջնորդ երաշխավորին այս գործընթացից։ Մենք ռուսներին դուրս մղեցինք։ Այո, որովհետեւ հոկտեմբերի 6-ին 22 թվականին Պրահայում, երբ որ
այս վարչախումբը եկեք առաջ գնանք։ Գնում ենք առաջ, բացատրում եմ ձեզ, քանի որ վարչախումբը դուրս մղեց Ռուսաստանի եւ փաստացի Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազում, ստացվեց, որ Ադրբեջանում կրակեցին ռուսների վրա 4 հոգի սպանեցին մերոնք, ճիշտ է։ Այո։ Եվ այդ հիշողությունը ինչի համար է։ Որովհետեւ դրանք ադրբեջանցիներն էին, Հասկանալի է, բայց այդուհանդերձ կար որոշակի փխրուն բալանս։ Հիմա իմ հարցին բացատրում եմ։ Իմ հարցին Դուք հարց եք տվել, լսեք։ Հա, բայց մի քիչ որ էլի հարցեր։ Դա թողեք ես արդեն որոշեմ։ Ուրեմն այդ գործընթացից դուրս մղվեց միջնորդ երաշխավորը, որովհետև գործող իշխանության պարագլուխը ներքին վախ ունի ռուսաստանյան իշխանություններից, շատ լավ հասկանալով թե ինչ վնաս է տվել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, եւ ինքը որոշում կայացրեց հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին, որ Ռուսաստանը պարտվելու է, որ արևմուտքը հաղթելու է, ինքը անցնելու է արևմուտքի կողմը, արևմուտքը դրեց խնդիր, որ դու պետք է կողմնորոշվես, Վրաստանը ասեց ես մանրադրամ չեմ դառնալու, Հայաստանի իշխանությունը ավարտեմ հեսա։ Հեսա կհուշեմ ձեզ։ Ուրեմն ինքը որոշեց, որ անցնելու է հակառուսական բլոկի մեջ եւ Ռուսաստանին փաստացի դավադրաբար դուրս մղեց։ Հիմա ինչ վերաբերում է խաղաղության, նա այս հարցին մի հատ ճշտենք Պուտինը որ եկել նախ Ռուսաստանի։ Պատերազմի ժամանակ ոչ մի պրահա չկար, երկու անգամ հայտարարեց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Պուտինն էր, չէ՞։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրում, դե եթե Հայաստանի իշխանությունը մինչև այդ Հայաստանի իշխանությունը ոչ մի բան չէր ասում։ Ինձ հետաքրքիր չի թվով ինչ է հայտարարել։ Չէ, հիմա այդ հասկացա։ Հիմա պայմանագիրը, այո, իրական խաղաղության պայմանագիրը հենց մենք ենք։ Էս որ կա, այս պայմանագրի մասին է խոսքը։ Այս պայմանագիրը պետք է փոխ լրացնել երաշխավոր միջնորդի ինստիտուտով։ Առանց դրա դուք տեսեք 6 տարվա ընթացքում ես արդեն ասեցի, Ռուսաստանի Դաշնությունը եւ ամերիկացիները նաեւ եթե գտնեն ընդհանուր հայտարար, որովհետեւ նույն ամերիկացիները տեսեք տրիպի հետ կապված։ Բայց իմ հարցը ասում եմ, ես ասում եմ, եթե հողերից դուրս չգան եւ գեյներին չտան, եթե նույնիսկ այդ ժամանակ երաշխավոր լինի, որովհետեւ մենք տեսանք, որ Ռուսաստանը երաշխավոր էր նոյեմբերի 9-ին, բայց գեյներին Ադրբեջանը այդպես էլ չէր տալիս եւ Պրահան այդ ժամանակ չկար, պարոն Տեխանյան։ Հասկանալի է։ Հիմա եթե էլի չտան, դա գործընթաց է։ Դուք կստորագրեք պայմանագիրը, թե չէ։ Մենք կստորագրենք, եթե դա լինի փոխադարձաբար մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը Այսինքն եթե հողերը չտան եւ գեյներին չտան, կստորագրեք թե ոչ։ Եթե մեր շահերը չեն պաշտպանվում, այդ դեպքում մենք պետք է բանակցենք շահերը շատ լայն բան հասկացող։ Կոնկրետ Հայաստանի տարածքի տեսեք, սովետական ժամանակվա քարտեզներով այդ հողերը ձեր ասած եւ գեյներին եթե չտան, դուք կստորագրեք խաղաղության պայմանագիրը, թե չէ։ Ես կառաջարկեի չպարզունակեցնել, ասեմ ինչ, որովհետեւ այո, գեյների հարցը պետք է դրվի մեկ։ Եթե չտան, ասեն որ տես Ալիևը ասեց որ, վեսը գնաց ասեց որ։ Հա, հասկացա, գործընթացը մոռանում ենք, ասում չէ, վերջ։ Հա, ձեր կարծիքն եմ հարցնում։ Ասում եք չենք տալի, ստորագրում եք թե չէ։ Այդպես չեն ասելու։ Մենք դնելու ենք միջնորդ երաշխավորի։ Կոնկրետ ասում ասում։ Ոչինչ, ուրիշ բան ուրիշ բան կասի, վստահեցնում եմ ձեզ։ Այսօր այդպես է ասում, քանի որ իր դեմը նստած է իր պատված հաճախորդը։ Դուք հզոր նստած եք նրա դեմը, նա ասում է չեմ տալի, ստորագրելու եք թե ոչ։ Բանակցությունների գործընթաց է։ Բանակցությունները ընթանալու են այնպես, որ հայկական շահերը ամբողջությամբ պաշտպանվեն, իսկ դա հնարավոր է։ Դուք բանակցում եք, պարոն Թևյան, նրանք ասում են կտանք եւ կստորագրենք ձեզ փառք ու պատիվ։ Երկրորդ տարբերակ ասում են չենք տա։ Դուք կստորագրեք թե ոչ։ Ուրեմն կբանակցենք։ Բանակցում եք, ասում են վերջ։ Չեն կարող ասել վերջ։ Մեր պարագայում չէ, այդպես։ Հա, հասկացա։ Եթե դիմացը նստված է, ոչ ուժեղ չէ, տեսեք, չէ։ Դիմացը նստած է։ Չեն կարող ասել, որ մենք որն ենք չեն կարող ասել։ Մի րոպե, եթե դու մեկին դիմացին ասել ես հարբած ծաղրացու, իր հետ ինչ պետք է բանակցես։ Մանավանդ, երբ որ ինքը միջնորդ չկա, մենք հիմա իրականում գիտեք ում հետ ենք բանակցում։ Թուրքիայի ու Ադրբեջանի միաժամանակ։ Առանց միջնորդի։ Կարող եք 3 անգամից կռահել, թե ինչ է լինում այդ բանակցությունների արդյունքում։ Դե ես կռահեցի Ռուսաստանի պարագան։ Հերթով զիջումն չէ, Ռուսաստանի պարագան դուք եք կարևոր դուրս են եկել։ Նու դուք ասելով անում որ գեյներին չէին տալիս։ Մենք էինք անում։ Տեսեք, եթե դիմացդ կանգնած է պարտված մեկը, որը բացառապես քո աջակցությունն ակնկալով որպեսի աթոռը պահի, ինքը չի կարող խաղաղություն բերել։ Իրականում եք թե ոչ։ Ոչ, բայց պետք է փոխ լրացնել եւ բանակցել այնպես, որ նույն ամերիկյան հյուսիս հարավի մեջ պետք է մտցնենք տրիպը, դա ինչ է։ Հյուսիս հարավը դա այն իրական կոմունիկացիոն խաչմերուկն է, որը Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան։ Այդ կապն է Իրանի միջոցով Նախիջևանով ոնց եք ինտեգրելու Իրան Ռուսաստանին որպես ցանցային խաչմերուկ։ Տեսեք, տրիպի հետ կապված նույն ամերիկյան շրջանակները այսօր հայտարարություն են անում, որ վտանգավոր այնտեղ ներդրումներ անելը, որովհետև հայ-ադրբեջանական կոնֆլիկտը օդում կանգնած է, սառեցված է ընդամենը եւ ցանկացած կապայի կարող է պայթել։ Պետք է այնպես անել, որ
հայ-ադրբեջանական իրական խաղաղության գործընթաց տեղ Դուք ընդհանրապես հետևում եք միջազգային, այս Մյունխենին հետևել եք, չէ՞։ Մյունխենը Դուք տեսաք Ալիևը ինչ ասեց Պուտինի մասին եւ Ռուսաստանի մասին։ իշխանությունները հետևել։ Դուք լսեցիք ինչ ասեց։ Ահա։ Որ նրանք ռմբակոծել են իրենց դեսպանատունը, Եվ? որ դա թշնամական գործողություն է Ռուսաստանի կամ եւ գրկախառնվեց Զելենսկու հետ։ Դա ապտակ է Ռուսաստանին։ Եվ դուք եւ այդ Ռուսաստանը երաշխավորել է, որ Ալիևը մեր կռիվ չանի։ Ես Մենք ճիշտ պետք է բերենք Ռուսաստան, Իրան, Չինաստան, այսինքն պետք է ներգրավենք Ռուսաստան, Դուք ավելի լավ է տեսնեք, թե ինչ արեց Ալիևը գործող վարչախմբի ղեկավարի հետ կապված խայտարակ արեց։ Հələ նրանք խայտարակ են, հիմա մի խայտարակել ձեր ասածն է, բայց Այսինքն Ալիևը ասում է Ռուսաստանը թշնամական երկիր է, գնում խայտարակությունը հետ, Ռուսաստանը կապա երաշխավորի, որ Ալիևը չարծակվի մեր վրա։ Ձեր ասած խայտարակությունն այն է, որ դուք Թուրքիային եք բերում երաշխավոր։ Ձեր բերած երաշխավորը թուրքական բնույթ ունի։ Դուք ասում եք Մեծամորի ատոմականը դե երբ որ արդեն փակվի, մենք նորը կկառուցենք, ճիշտ է։ Ծրագրում կար դրած։ Փակելու խնդիր չկա։ Չէ, երբ որ փակվի ժամանակ 20 տարի պետք է ներդրումներ բերել, այո։ Ով կկառուցի։ Ռուսական։ Ինչու՞։ Որովհետև համաշխարհային մակարդակով Ռուսատոմը ամենաբարձր մակարդակն է ապահովում եւ ամբողջ աշխարհում իրենց են Ինչքան կլինի գինը այդ ժամանակ։ Այդ ժամանակ կքննարկենք թե ինչքան կլինի գինը, բայց տվյալ դեպքում կլինի գինը քննարկել նոր ասել Ռուսաստանը։ Ռոսատոմի հետ կապված ես տեսնում եմ, որ իրենք միշտ զեղչային տարբերակով են անում։ Այո, իսկ ամերիկյանը, որը առաջարկում են, մենք կարծում ենք, որ դա ավելի շատ աշխարհաքաղաքականություն է, քան տնտեսություն։ Ձեր ասած աշխարհաքաղաքական չի։ Մոդուլային ռեակտորներ ոչ միտեղ չի փորձարկի Ամերիկան, նույնիսկ Ամերիկայում։ Եւ 9 միլիարդը, որ պետք է վճարի հայ ժողովուրդը, որպեսզի այդ մոդելները առաջարկեն, ռուսական, երբ որ չգիտեք ինքնարժեքը ոնց է լինելու։ Դա կարվի, միանանք ստացեք։ Ես Ռուսաստանը արվում է, նոր հայտարարվում է։ Ռուսաստանը ինքը ներդրումներով պատրաստ է աջակցել, ինչպես որ նույնիսկ Թուրքիայի պարագայում նույնիսկ այդ ներդրումները պետք է մտնեն մարժայի մեջ, չէ։ Հիմա ես հարցում եմ ինքնարժեքը ինչքան է լինել Ռուսաստանի պարագայում, ասում եք չգիտեմ։ 10 տարի հետո ինքնարժեքը նախ ես չեմ ասել։ Հիմա կուրսով հիմիկվա կուրսով մի անանք ստացեք, այդ կուրսը այնպես կլինի, որ դուք ված չեք զգա այդ կուրսից, բայց երբ որ դուք ամերիկյան տնտեսության մեջ 9 միլիարդ դոլարի ներդրում եք անում, 9 միլիարդ դոլարի ներդրում չեք անում, որպեսզի մոդուլային կոռեկտ չեք ասում փորձակված մի անանք ստացեք։ Այսօր դուք իշխանության փաստաբանը չեք, չէ՞ կարծեմ, ես ճիշտ եմ։ Ես ասում դες Վենսի ասածը կոռեկտ չեք մեկնաբանում, դա իշխանությունը ինչ կապ ունի։ Դե ես մեկնաբանում եմ այնպես, ինչպես որ մեկնաբանում։ Չէ, բայց Վենսը կոնկրետ ասես, չէ, 5 միլիարդի մենք կհանենք տեխնոլոգիա եւ 4 միլիարդ էլ կտանք ձեզ սպասարկման հետ կարելի է համագործակցել արհեստական բանականության ոլորտում, տարբեր բարձր տեխնոլոգիական համակարգերի ոլորտում եւ այդտեղ մենք տեսնում ենք, որ իրոք հնարավորությունները բարձր են, բայց ատոմային էներգետիկայի ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը արդյունավետ չեն գնահատում այդ առումով եւ մոդուլային ռեակտորները, որոնք ոչ միտեղ փորձարկված չեն այդ Միացյալ Նահանգներում, չի կարելի Հայաստանը դարձնել փորձարարական ճագարիկ։ Ինչ վերաբերում է տնտեսության մյուս ճյուղերին, ապա հիմա ես հարցեմ ձեր ծրագրից։ Դուք ասում եք, որ Իրան-Հայաստան նոր երկաթուղի կկառուցենք։ Ինչքան է դրա գինը։ Ինչքան որ անհրաժեշտ լինի, որը Չինաստանը, ես ձեզ հիմա բացատրեմ, Չինաստանը դրա գինը, Չինաստանը, դե չենք դրել կոպեկ հաշվել։ Բա որ կառուցում եք չեք հաշվել, ինչքան եք փոխել։ Կառուցելու ենք եւ հաշվելու ենք եւ դրա ներդրումային ծրագիրը Չինաստանը պատրաստ է ներդրումներ անել, բայց չգիտեք ինչքան։ Բացատրեմ ինչքան։ Այսինքն դուք Չինաստանին ասել եք կառուցեք Իրան-Հայաստան։ Եկեք չգռեհիկացնենք։ Նրանք ասել են դուք եք ասում, Չինա ասել են հա։ Ինչքան է, ոչ ոք չգիտի։ Տեսեք, Չինաստանը այսօր այս տարի ունեցել է 1 տրիլիոն դոլարի պրոֆիցիտ բյուջե եւ ինքը ներդրումներ է անում այն համակարգերի մեջ, որոնք մտնում են մետաքսի ճանապարհի մեջ, արևելք արևմուտքի մեջ, հյուսիս-հարավի մեջ եւ ինքը շահագրգռված է, որ լինի երրորդ ճանապարհը։ Այսօր Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ ինքը Իրանի եւ Ռուսաստանի հետ հյուսիս-հարավ համակարգի մեջ է, Վրաստանի հետ արևելք-արևմուտք համակարգն է, Զանգեզուրի միջանցքը փաստացի, որ ստացել է, ինքը փորձում է գործարկել Նախիջևանի Թուրքիայի հետ կապված եւ նույնը ուզում է անել Վրաստանը։ Հիմա Վրաստանը ինքը կարողացել է Չինաստանին ներգրավել, Միացյալ Էմիրություններին ներգրավել եւ Անակլիա նավահանգիստը կառուցել են տալու, վրացիները չեն հարցրել թե ինչքան եք ծախսում։ Չինաստանը պատրաստ է, իհարկե, 6 միլիարդ դոլարի ասել է, որ ներդրում կանի Իրան-Հայաստան։ Չինաստանի պետական քաղաքականության ծրագրում կա մետաքսի ճանապարհը կառուցել եւ ներդրումներ անել։ Կառուցի։ Ես սպարս հարց եմ տալիս։ Դա միլիարդավոր դոլարների հարց է։
Այն ժամանակ միլիարդավոր չէ, այն ժամանակ Սերժ Սարգսյանը 42 կիլոմետրի վրա, քանի որ միլիարդներ են խափում, չէ, Իրան երկաթգիծ, Հայաստան Իրան երկաթգիծ այդպես ծանր միլիարդավոր այդպես պրոցեսներ չի։ Չինաստանը ձեզ խոսք է տվել որ կսարքի։ Այո, եթե դա ձեզ Ո՞վ է կհանգստացնի, խոսք տվել կոնկրետ։ կզանգեն կասեն, Հիմա եթե դա է լուզում։ Չինաստանը պատրաստ է պետական ներդրումներ անել։ Անցնենք հաջորդ Չէ, հարցը։ ո՞վ է ձեզ ասել։ Դուք ձեր հարցի պատասխանը ստացել եք։ Չեմ ստացել։ Դուք ասում եք Չեք ստացել, ով։ ուրեմն մնացեք անպատասխան։ Ո՞վ է Ես ասել։ արդեն պատասխանեցի այդ հարցին։ Չինաստանը պետական քաղաքականություն է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու Շատ լավ։ առումով։ Տպավորությունն է որ Չինաստանը փողի բոշկա է։ Նարեկ Կարապետյանն անդերից միլիարդներ բերում, դուք ասում եք չէ մենք ենք բերելու։ Այնտեղ նստած սպասում են երբեք գալու Դե փողերը։ այս իշխանության օրոք 18 թվականից սկսած հակաչինական նաև քաղաքականություն վարվեց, որտեղ որի արդյունքում չինական Որի արդյունքում ներդրումները մենք Չինաստանի հետ կրկեցինք ռազմավարական համագործակցության։ չի երևաց։ Դուք Չինաստանի հետ կնքել եք մի համաձայնագիր, որը դեռ միսարուն չի ստացել, պարզ պատճառով, որ մարդիկ այստեղ տեսնում են անվտանգային խնդիր։ Դրա համար ենք մենք ասում, որ հայ-ադրբեջանական Ռուսաստանը, որը ճշնամական Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցաբար, այդ թվում Միացյալ Նահանգների հետ համագործակցաբար։ Դուք գրել եք, որ ստեղծելու եք մետրոյի նոր կայարաններ։ Քանի կայարան եք ստեղծելու։ Դա կհաշվարկվի, դա հետագայի ծրագիր է արդեն, բայց ամենաառաջին հասկանալի է դա մեկ օրվա խնդիր չի։ Բարձր։ Մեկ օրվա խնդիր չի։ Դա կհաշվարկվի, կիրականացվի եւ կներկայացվի հանրության դատին, դրա համար նույնպես միանագստացեք, բայց այսօր մենք արդեն ունենք ծրագրեր, որով Հայաստանի տրանսպորտային ցանցը կարող է զարգանալ եւ դա արվի 100 դրամի շրջանակներում։ Այս իշխանությունները թանկացրեցին, մենք այդ թանկացման դեմ պայքարեցինք բնականաբար եւ թույլ չտվեցինք 300 դրամ թանկացում լինի, բայց այսօրվա թանկացած վիճակում այս խայտարակ պատկերը որ կա, մենք շատ արագ իշխանապողությունից հետո տրանսպորտային համակարգը զարգացնելու ենք, ինչ վերաբերում է մետրոյի կայարաններին, դա արդեն նախագծերի մակարդակում է։ Քանի նախագիծ կա, քանի կայարան եք սարքելու։ Ընտրաշավի ժամանակ կներկայացնենք, ձեզ միանանգստացեք։ Քանի որ դա նույնպես 100 միլիոնավոր դոլարների մասն է խոսքը։ Փողը Չինաստանն է տալու էլի։ Տարբեր ներդրումային ծրագրեր կարող են իրականացնել։ Ես ձեզ մի հատ թիվ բերեմ, ուրեմն այս իշխանությունները երբ որ թանկացրեցին, օրինակ կարմիր կետագծերը, ասացին, որ դա անում են խցանումների դեմ պայքարի համար, բայց ներկայացրեցին թիվ 13 անգամ թանկացում։ Ու այդ 13 անգամվա ավել թանկացումները միլիարդի չափ բաժանեցին որպես պարգևաճառ։ Սա ուղղակի մեկ օրինակ եմ բերում, թե ինչպես են վատտվում։ Դուք ճիշտ նշեցիք, որ պայքարում եք տրանսպորտի թանկացման դեմ։ Ինչ եղավ այդ պայքարը։ Պայքարի արդյունքում մենք հասանք նրան, որ 300 դրամ չլինի։ Այդ դուք հասա։ Այո, երկրորդը քաղաքացիական պայմանագիրը ճողոպրեց ավականու նիստից, որի ժամանակ պետք է ժողովրդի 17000 ստորագրությամբ հարցը քննարկվեր, քաղաքացիական պայմանագիրը բարես բուն իմաստով ճողոպրեց ավականու նիստերի դահլիճից եւ ուղղակի չմասնակցեց քննարկմանը, անտեսելով 17000 ստորագրությամբ նախագիծը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը եւ ներդրողները այդ առումով եմ։ Ովքեր, այտենց հիպոթետիկ ներդրողներ են։ Չէ, հիպոթետիկ ներդրողներ, ովքեր որ ներդրումներ են անում ենթակառուցվածքների զարգացման։ Դա կարող է եւ Արևմուտքը լինել, եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը, եւ Միացյալ Արևմուտքներ, որոնք շահագրգռված են։ Քանի որ դուք կոնկրետ ծրագիր եք ներկայացրեք, երբ որ ծրագիրը ներկայացնում եք, նախագծեր են։ Ով է ֆինանսավորել այդ նախագծերը կներկայացնենք, երբ որ բացվածքը տանք, արդեն դուք այդ ժամանակ կկանչեք ինձ հյուր, ես արդեն դետալներով ձեզ կներկայացնեմ, թե որի համար որքան եւ ով է տալու։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մեր հյուրը Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն էր, կհանդիպենք ցտեսություն։ Ինչա՞ Վանեցյանն էլ է միանալու, թե չէ։ Գործընթացները գնում են տարբեր ուժերի։ Այսինքն բանակցություն կա։ Քննարկումներ ամբողջ ընդդիմադիր դաշտում կա, այո, եւ մենք կողմ ենք ուղղակի որպեսզի լայն կոնսոլիդացիա լինի բոլոր դեպքերում, որպեսզի այս իշխանությունները, որի բերած խաղաղությունը ճակերտավոր այնպեսին է լինելու, ինչպեսին որ մենք Արցախում տեսանք, որպեսզի դա տեղի չունենա, այնպես որ ընդդիմադիր դաշտի բոլոր այն գործընթացները, որոնք միտված են խոշորացմանը, միավորմանը եւ համախմբմանը, մենք դրան կողմնակից ենք լինելու եւ Մայր Հայաստանը այդ մերանի ֆունկցիան համախմբողի կոնսոլիդացնողի ֆունկցիան կատարելու է, ես կարծում եմ, որ դա մեզ մոտ կստացվի։ Շնորհակալություն։ Մեր հյուրը Անդրանիկ Թևանյանն էր, կհանդիպենք ցտեսություն։